Կենսաթոշակներ, որի մասին շատ ենք խոսում, եւ աշխատավարձերը գնաճից առաջացիկ պետք է ինդեքսավորվեն, այսինքն ավելանան։ Ժողովրդի մասին պարզ էսպես ինդեքսավորում, ավելանան։ Ոչ թե սպասեն գնաճը գնա, նորինքը մի փոքր, այլ գնաճից առաջ եւ նվազագույն թոշակի շեմը սահմանել 82000 դրամ։ Այդ ինչ 82000 դրամ է, այս վերջերս որ։ Նախ ես առաջանցնելով ասեմ, որ այստեղ նստած է եւ պարոն Կոստանյանը եւ Ատոմ Մարգարյանը, մենք ամբողջ եւ Աշոտը Հարությունյան, ամբողջ աշնան ընթացքում մենք տարբեր մարզեր ենք գնացել։ Ժողովրդից լսել ենք, թե ժողովրդը ինչ է ուզում, իր առաջարկներն ենք լսել, դրա համար հիմա եկել ենք եւ այս առաջարկները հետ ենք վերադարձնում առաջարկ Հայաստան ծրագրի շրջանակներում, հետ ենք վերադարձնում ուրեմն այն համախմբման սցենարին, որ Գագիկ Ծառուկյանն է ինքը ուրեմն մշակել եւ գտել, որ պետքա դա վերկուսակցական ռեժիմով գնա, հիմա ինչ 82000, դա ինչ է։ Սա այսօր նվազագույն կենսապահովման զամբյուղն է։ Ժողովուրդ ջան, նվազագույն կենսապահովման զամբյուղը այսօր 82000 դրամ է։ Եվ Կոստանյանը Նարեկը կհիշի, Ախուրյանում, երբ որ պապիկը հարցրեց, ասեց, պարոն Մելքոյան, 36000 դրամով ոնց ապրենք, ոնց կլինի, մենք ցույց տվեցինք տնտեսական աճի աղբյուրը, որ 1% տնտեսական աճը այսօր հարկեր հնան, ուրեմն 25% կամ 24-6% է։ Բերում է 25 միլիարդ դրամ։ Այսինքն մեզ պետք էր ընդամենը 72 միլիարդ, որպեսզի մենք կարողանանք այդ 10000 դրամով թոշակը ավելացնենք, հա։ Եվ ես ի զարմանալուց այդ մի քանի օրում կես միլիոն մենակ այդ միրիլը կես միլիոն դիտում ա բերել։ Սա հետարքիր երևա, այսինքն մարդկանց հետարքրում ա դու ինչն է, իհարկե որ թոշակն է իր բանն է։ Եւ այն թեզը, որ այդ թոշակը բարձրացնենք թե չբարձրացնենք, տեսանք որ անպայման աքսիոմատիկ է, դու միշտ պետքա առաջանցիկ ինքը բարձրացնես, որտեվ 667000 թոշակառու ունեն։ Ժողովուրդ ջան, մենք որպեսզի դառնանք նորմալ երկիր, նորմալ տնտեսական մոդելով զարգանանք, մեզ պետքա թոշակ նվազագույն կենսապահովման զամբյուղից ոչ պակաս։ Հասկանում եք։ Տեսեք, կա նաև պարենային զամբյուղ, որը 44-45000 դրամ է, բայց ես երկու անգամ ասել եմ, օրինակ պարենային զամբյուղում մարդը մեկ օրում պետք է սպառի, ընդունենք 48 գրամ միս, իսկ նվազագույն զամբյուղի ժամանակ կենսապահովում 100 գրամ միս։ Սա է, կամ հացը պետք է սպառի մեկը 360 գրամ, մեկը 450 գրամ։ Այսինքն մեզ պետք է թույլ չտանք, որ մարդը իր հասանելիք կենսապահովման վերարտադրության, չգիտեմ, 50-100 գրամ մսից այդ մարդուն կամ հացից իրան զրկենք։ Սա աննորմալ երևույթ է։ Սա պետք է մենք իսկ ամեն 5-րդ այսօր մեր երկրում աղքատ է, 21.7%։